Պարոն Գոչ Սարգսյանը կուզենայի խոսել նաև մեր հարված ծրագրերի մասին մշակույթի ոլորտում, խնդրեմ պարոն Սարգսյան։ Հարգելի պարոն քաղաքապետ, թույլ տվեք ներկայացնել տեղեկատվություն Երևանի քաղաքապետարանի կողմից մշակութային կրթության եւ արտադպրոցական ուսուցման, ինչպես նաեւ մշակույթի ոլորտում իրականացված եւ նախատեսվող ծրագրերի վերաբերյալ։ Նախ ցանկանում եմ անդրադառնալ ձեր նախաձեռնությամբ իրականացված Սասունցի Դավիթ բալետ օրատորիայի բեմադրությանը, որը փաստացի վերջին տասնամյակների ամենամասշտաբային մշակութային նախաձեռնություններից մեկը հանդիսացավ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին եւ 19-ին Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային թատրոնում կայացած առաջնախաղից հետո արժանանալով հանդիսատեսի բուրըն ընդունելությանը բալետ օրատորիան ընդգրկվեց օպերային թատրոնի մշտական խաղացանկում եւ արդեն այս կարճ ժամանակահատվածում հանրությանը ներկայացվել է 8 ցուցադրություններով։ Նշեմ, որ բալետ օրատորիայի տոմսերը սպառվում են շաբաթներ առաջ եւ արդեն տոմսերի վաճառքից գոյացել է շուրջ 80 միլիոն դրամ։ Նախկին զեկույցներում հանգամանալի կերպով ներկայացվել է բալետ օրատորիայի ստեղծման եւ բեմադրության ընթացքը։ Առանձնահատուկ շեշտադրում արվել ծրագրի կրթական բաղադրիչի վրա, քանի որ ներկայացման կատարմանը ներգրավվում է Երևանում։ Այս փառատոնը նույնպես դառնալու է ամենամյա եւ վստահ ենք, որ էապես նպաստելու է երեխաների եւ պատանիների գեղագիտական ճաշակի եւ մասնագիտական զարգացմանը։ Օրերս ամփոփվեց երաժշտական եւ արվեստի դպրոցների, երաժշտության տեսության առարկաների, դասասենյակների տեխնիկական վերազինման եւ արդիականացման ծրագիրը։ Իրականացված ծրագրի նպատակը համայնքապատկան երաժշտական եւ արվեստի դպրոցներում ժամանակակից ինտերակտիվ եւ արդյունավետ կրթական միջավայրի ստեղծումն է, որը կնպաստի գեղարվեստական կրթության ոլորտի կարևորագույն ուղղություններից մեկի երաժշտատեսական առարկաների դասավանդման արդյունավետության բարձրացմանը, աշակերտների երաժշտական լսողության, ռիթմիկ զգացողության եւ տեսական գիտելիքների զարգացմանը, համահունչ արդի կրթական չափորոշիչներին եւ տեխնոլոգիական հնարավորություններին։ Ծրագրի իրականացման արդյունքում Երևանի ենթակայության 4 երաժշտական եւ արվեստի դպրոցներում Սարաջանի անվան, Մալուցյանի անվան, Հաճեմյանի անվան, Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցներում ստեղծվել են տեխնիկապես հագեցած դասարաններ, որտեղ դասավանդումը կիրականացվի ժամանակակից մեթոդներով, տեսությունների, ձայնագրությունների, ինտերակտիվ եւ թվային այլ գործիքների կիրառմամբ։ Նշված դպրոցներում, որոնք առաջին անգամ Հայաստանի մշակութային կրթության հաստատություններում տեղադրվել են ինտերակտիվ գրատախտակներ, ձեռք են բերվել մասնագիտացված համակարգչային ծրագրեր, դասասենյակներն ապահովել են գերարագ ինտերնետային կապով, այլ տեխնիկական միջոցներով, ինչը մեծապես նպաստելու է երաժշտական եւ արվեստի դպրոցների աշակերտների մասնագիտական աճին, ապահովելով մրցունակությունը հետագա մասնագիտական կրթության փուլերում։ Մասնավորապես դպրոցների երաժշտության տեսության առարկաների դասարաններում ինտերակտիվ գրատախտակների ներդրումը կրթական դասավանդման մեթոդական եւ տեխնոլոգիական առումով նպաստելու է աշակերտների երաժշտական լսողության, նոտագրման գրագիտության եւ ստեղծման մտածողության համակողմանի զարգացմանը, դարձնելով դասը կենդանի, ժամանակակից եւ ավելի արդյունավետ։ Ինտերակտիվ գրատախտակը ձեռք բերված համակարգչային ծրագրերի հետ ծրագրերի զուգորդմամբ տեսական առարկաները դարձնելու է մասնակցային եւ մոտիվացնող, բարձրացնելու է ուսուցման արդյունավետությունը, նվազեցնելու է ժամանակի կորուստը, դպրոցներում ապահովելու է ժամանակակից պահանջներին համապատասխանող մուլտիմեդիա կրթական միջավայրի գործունեությունը։ Ձեռք բերված ինտերակտիվ գրատախտակները պատկանում են 4K ինտերակտիվ էկրանների պրոֆեսիոնալ դասին, ապահովելով բարձր պատկեր, բազմակի հպում եւ լայն ծրագրային ինտեգրում։ AR տեխնոլոգիայով սարքը թույլ է տալիս իրականացնելու մինչև 40 կետ միաժամանյակա հպումներ։ Գրատախտակը նախատեսվում է նոտագրության եւ գրաֆիկական գրառումների համար։ Ունի էկրանի վրա գրելու եւ պահպանելու հնարավորություն, մուլտիյուզեր համագործակցային աշխատանք, էկրանի ձայնագրություն եւ ֆայլերի պահպանում, Google ինտեգրում եւ հիբրիդ ուսուցման հնարավորություն, տեսախցիկ միկրոֆոն, այլ տեխնիկական բազմազան հնարավորություններ։ Արտադպրոցական կրթության ոլորտում իրականացնում ենք մեկ այլ հիմնարար ծրագիր։ Այս տարի շուրջ 60 տարվա ընդմիջումից հետո իրականացվում է երաժշտական եւ արվեստի դպրոցների համար դաշնամուրների եւ ռոյալների ձեռքբերման համալիր ծրագիրը։ Գաղտնիք չէ, որ երաժշտական եւ արվեստի դպրոցներում հիմնական երաժշտական գործիք համարվող դաշնամուրներն ու ռոյալները այլևս չեն համապատասխանում ուսուցման եւ կրթության տարրական պահանջներին։ Վերջին անգամ դրանք համալրվել են խորհրդային ժամանակաշրջանում եւ այս տարի ձեռք բերվող 30 ռոյալները, որոնցից 14 ճապոնական Կավայի մագնիշի ռոյալներն արդեն ձեռք են բերվել եւ շուտով կլինեն Հայաստանում, իսկ մյուս 16-ի մասով առաջիկայում կհայտարարվի մրցույթ։
սկիզբ են դնելու չափազանց կարևոր մի գործընթացի, որի արդյունքում մի քանի տարվա ընթացքում ամբողջովին կարդիականացվի համայնքապատկան 25 դպրոցների գործիքային ֆոնդը։ Այս կապակցությամբ, հարգելի պարոն քաղաքապետ, ցանկանում եմ ձեզ փոխանցել մեր երաժշտական եւ արվեստի դպրոցների հարյուրավոր մանկավարժների շնորհակալական խոսքը այս կարևոր ծրագրի նախաձեռնման եւ իրականացման համար։ Մշակութային ենթակառուցվածքների արդիականացման եւ նոր ենթակառուցվածքների ստեղծման համատեքստում ցանկանում եմ անդրադառնալ մեկ այլ կարևոր նախագծի, որը նաեւ տարածքային համաչափ զարգացման է մեծապես նպաստելու։ Հաչափնյակ վարչական շրջանում գործող Միքայել Միրզոյանի անվան եւ 188 հանրակրթական դպրոցներին հարող տարածքում այժմ ընթանում են նոր կենտրոնի բացօթյա Արև Արենա անունը կրող համերգասրահի ստեղծման աշխատանքները։ Բացառիկ այս կառույցի մասնակի վերանորոգման եւ տեխնիկական վերազինման արդյունքում հնարավոր կլինի ստանալ նոր մշակութային հարթակ, նախատեսված համերգային ծրագրերի, ամառային ճամբարների, ցուցահանդեսների, մշակութային կրթական ժամանցի կազմակերպման, այլ ծրագրերի իրականացման համար։ Նախատեսում ենք, որ Արև Արենայի պաշտոնական բացումը կիրականացվի մայիսի 29-ին Երևանի երաժշտական եւ արվեստի դպրոցների մրցույթ փառատոնի գալա համերգով։ Այդ երեկո կկայանա նաեւ ձեռք բերված Կավայի մակնիշի ռոյալների շնորհանդեսը։ Արև Արենան այնուհետև կդառնա մշտական գործող մշակութային տարածք, որը նախնական հաշվարկներով գործունեության ընթացքում յուրաքանչյուր տարվա ընթացքում կարող է սպասարկել միայն համերգային ծրագրերի շրջանակներում 8000 շահառուի։ Արև Արենայում համերգներից բացի կանցկացվեն վարպետության դասեր, իրականացվեն տարատեսակ մշակութային նախագծեր, իսկ ամռան ամիսներին շուրջ 400 երեխաների համար անվճար հիմունքներով կգործի մշակութային կրթական ճամբար։ Ծրագիրը ապահովելու է շահառու երեխաների ազատ ժամանցը, մշակութային կրթությունը եւ այն ունենալու է նաեւ կարեւոր սոցիալական բաղադրիչ։ Պարոն քաղաքապետ, նաեւ ուզում եմ զեկուցել, որ օրեր առաջ ձեզ ներկայացրեցի գեղարվեստական տպագրության աշխարհահռչակ եւ մեր օրերի կենթանի լեգենդ Սիրո Ֆերնանդեսի աշխատանքները եւ նրա գործունեությունը եւ ուզում եմ տեղեկացնել, որ նա մեծ սիրով ընդունել է ձեր հրավերը Երևան ժամանելու եւ այս տարվա մեր գեղարվեստական տպագրության փառատոնի շրջանակներում նվիրատվությամբ կուղարկի իր ստեղծագործություններից մեկը ցուցահանդեսին եւ պատկերագրքում տպագրելու համար։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ պարոն Սարգսյան, իրականում բոլոր ծրագրերը, որոնց մասին խոսեցիք, իրանք վստահորեն մեր երեխաների համար ստեղծում են նոր միջավայր, նոր կրթական միջավայր, սկսած Սասունցի Դավթից, որտեղ ունենք 400 երեխա, ովքեր որ ներգրաված են բացառիկ փորձառության մեջ եւ հաշվի առնելով, որ նաեւ ռոտացիայով նոր երեխաներ են ներգրավելու եւ սա դառնում է շարունակական ծրագիր, ես կարծում եմ, որ սա շատ հաջողված եւ լավ փորձ է։ Բացի այն, որ հենց ինքը ստեղծագործությունն է իրապես տպավորիչ եւ ամբողջ ընթացքին շունչը պահած հետևում ես, դա բացառիկ նաեւ փորձառություն է դառնում երեխաների համար եւ մեծ քանակի երեխաների համար։ Ինչ վերաբերում է մեր կոչենք սոլֆեջոյի դասարաններին, շատ կարևոր է, որ ծրագիր իրականացնենք բոլոր դպրոցներում, բոլոր երաժշտական դպրոցներում, մշակութային մեր կենտրոններում եւ ոչ միայն համայնքապատկան դպրոցներում, այլ նաեւ այն դպրոցներում, որոնք որ քաղաքին չեն պատկանում, մասնավորապես կրթության նախարարության տակ դպրոցներում կարծում եմ նույնպես այս ծրագիրը պետք է իրականացվի, պետք է խոսել գործընկերների հետ, ես կարծում եմ նրանք նույնպես մեծ սիրով եւ հաճույքով այս ծրագիրը կիրականացնեն եւ նաեւ մեր փորձառությունը հաշվի կառնեն եւ մնացյալի մասով արդեն շուտով նաեւ կտեսնենք մնացած մեր նախաձեռնությունների արդյունքները արդեն հաջորդ եռամսյակի զեկույցի ժամանակ։ Շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։